Երեք երբ ֆինանսների նախարարն ասաց, որ կարծեմ խիզախ որոշում էր այդ միլիոնավոր պարգևատրումները եւ կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ էլ փորձելով այսպես հիմնավորել այդ միլիոնների պարգևատրումները Նիկոլ Փաշինյանը այսպես մեղադրանքներ հնչեցրեց, որ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ծրարներով փողեր էր տալիս, կարծես եւի պետական ապարատին նկատի ուներ նախարարներ եւ այլն, անգամ ընդդիմադիր խմբակցությունների անդամներին մեղադրեց, որ իրենք էլ իրենց ղեկավարներից են ստանում, ինչպես է գնահատում այս հայտարարությունները, սրանք այսպես ասած այս հանրային դժգոհությունը պարպելու միջոց են եւ արդյոք մարդիկ կհասկանան, լավ, եթե անգամ նախկինների դեպքում, այսպես ասած, եղել են նման երևույթներ, եթե եղել են իսկապես, այս դեպքում դա այսօրվան արդարացնելը կհասկանա հանրությունը, թե ոչ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Նախ այդ խիզախ որոշումը ինձ շատ դուր եկա։ Ժողովուրդ փաստորեն 2018-ին որ ասում էին դուխով, այդ նկատի ունեին, որ իրանք դուխով իրանց աշխատավարձը կկրկնապատկեն, ապարից բուն իմաստով կկրկնապատկեն։ Իսկ տատիկներին ու պապիկներին 9000 դրամով կավելացնեն կենսաթոշակը միջին։ Միշտ դուխով տղեկ են արը, տղաներ եւ աղջիկներ են։ Դրանց դուխը հազվադեպ է, դուխով որոշես, որ քո աշխատավարձը կրկնապատկում ես։ Նախանձելի դուխը։ Այդ իսախի մասը։ Երկրորդը Պարոն Մինասյանի հայտարարության հետ կապված հայտարարության մասով իմ համար շատ ծիծաղելի էր երեկվա Փաշինյանի ասածը։ Ինքը երեք հայտնաբերեց, հա, որ եղել է հայտարարություն, որ իրեն գումարներ է վճարվել։ Մարդը, ով որ իր երկերի տակի կոմենտներին անձամբ պատասխանում է, կարևորագույն հայտարարություններից մեկի մասին երեք իմացավ, դե դա ծիծաղալու է։ Մինչ օրս այդ հայտարարությունը չի հերքվել։ Երեկվա ասածը հերքում չէր, երեկվա ասածը աբսուրդ էր։ Եվ քանի որ այս թեման շատ է շահարկվել, բազմիցս պատասխաններ եղել են, դրա մասին քրեական գործ կա եւ դրա վերաբերյալ այդ քրեական գործի դերակատարները հայտարարություններ են տարածել, ես այդ դաշտ չմտնեմ։ Բայց գիտեք, Պարոն Մինասյանի այդ հայտարարության նպատակը ոչ թե այն էր, որ տարբեր շրջանակներ իրանց էժանագին տելեգրամներով փորձեն թիրախավորել դրանով Մինասյանին կամ հանրապետականին, տարվում էր նրա համար, որ մնացած փոխտվողներն էլ Փաշինյանին, Փաշինյանի իրանց մասին ստեր չգրելու համար, Փաշինյանի կողմից սուտ իրանց ընտանիք չմտնելու համար վճարողները նույնպես դրա մասին խոսեն, այդպիսիք շատ են։ Պարզապես Պարոն Մինասյանը խիզախություն ունեցավ դրա մասին խոսելու, հույս ունենալով, որ դա կդառնա վարակիչ։ Ցավոք սրտի մինչ օրս չդարձավ, բայց դեռ ուշ չի։ Բոլոր են մարդիկ, ովքեր այս կամ այն պատճառով, իսկ դա շորթման տեսակ է, էլի փաստացի, ենթարկվել են այդ պրոցեսներին, որոնք իրենց հայտարարությամբ կարող են եւս մեկ անգամ վերահաստատել, որ Փաշինյանը սովորական ծախու լրագրող է եղել։ Լավ կլինի, որ դրա մասին խոսեն։ Շնորհակալություն։ Երեք Նիկոլ Փաշինյանը ըստ էության ասաց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են։ Իհարկե հետո վերեց այսպես բենզինի, գազի, չգիտեմ, ցորենի Ադրբեջանի այսպես տարածքով գալը, իհարկե դա արդեն այլ հարց է, դա էներգետիկ համակարգի հետ կապ չունի, բայց այսպես հաշվի առնելով այն, որ օրինակ հետքը պարզել էր եւ վաղուց էր դա հայտնի, որ այսպես ասած Արևմտյան Ադրբեջանի 300,000 ադրբեջանցիների վերադարձը այսպես Ալիևի կողմից ֆինանսավորվող, այսինքն պետական ապարատից ֆինանսավորվող գործընթաց է եւ արտաքին հետախուզության ծառայության զեկույցն էլ ըստ էության այդտեղ վտանգներ տեսել էր։ Այս համատեքստում որքանով է այսպես իրատեսական, որ եթե իսկապես կայանա այդ էներգետիկ համակարգի միացումը եւ մի օր օրինակ, չգիտեմ, Ադրբեջանում որոշեն, որ եթե չեք կատարում այս պահանջը, ցույց չեք տալիս մեր բնակչությանը գալ տեղավորվել Հայաստանում, մենք էներգետիկ կոլապսի մեջ ենք պահում Հայաստան։ Այսպիսի հեռանկար, որտեղ նայեք ուրիշ բան է, որ լրատվամիջոցներն են բարձում, բայց երբ Հայաստանի
արտաքին հետախուզական ծառայության զեկույցն է դա ասում, նշանակում է, որ սրա վրա պետք է ուշադրություն դարձնել։ Շնորհակալ։ Շնորհակալություն, փորձեմ կարճ պատասխանել։ Ուրեմն առհասարակ այդ արտաքին հետախուզության զեկույցը ինքը շատ ծիծաղալու պատմություն է։ Երեք Փաշինյանն էլ ասաց, ասում է, այդ արտաքին հետախուզության ծառայությունը վարչապետին ենթարկվող կառույց է, ինչի համար մեկնաբան է։ Շատ խնդալու է բան, այս ոնց որ ձախ ձեռքով աջ ձեռքը չշոյես։ Այսինքն ձախ ձեռքով ինքը շոյում ասում է, ինչ փոփուշա կառավարություն, ինչ փոփուշա կառավարություն։ Տեսեք ինչ լավ է, տեսեք ինչ լավ է։ Խնդալու է, ես այդ զեկույցից մեկնաբանել չեմ ուզում։ Այդ մեկ։ Երկրորդ, այդ էներգետիկ համակարգերի միացնելու հետ կապված կարող է մի օր էլ բանակները միացնի։ Կարող է ասի օպտիմալ ծախսերը կազմակերպելու համար եկեք Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերը միացնենք իրար։ Մոտ նույն տրամաբանությունն է, այսինքն ես հիմա պետք է բացատրեմ ինչ ստրատեգիական կարևորություն ունի էներգետիկ համակարգը, ինչքան վտանգավոր է դա։ Սիրելի քաղաքացիներ, օքեյ, մեր էներգետիկ համակարգի, այսինքն լույսի ռուբիլնիկը տալ ադրբեջանցիներին։ Ես օքեյ չեմ։ Ստեղ նստած էին մարդիկ, որոնք օքեյ էին։ Երեք էլաժամբյոնից խոսել է մի մարդ, որը օքեյ էր։ Իմ համար դա անկալելի է։ Այս ամբողջ process-ները իմ գործընկերներից մեկը երեք դրա մասին խոսեց։ Շատ էական է կարդալ ոչ թե թուղթը, որի մեջ 16 անգամ ինքնիշխանություն բառն է գրած, այլ օրինակ իմ գործընկերոջ երեկվա բացահայտած փաստը, որին Արարատ Միրզոյանը բացարձակ չպատասխանեց։ Ինքնիշխանություն, բայց այդ ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրաստիճան տնտեսական ոլորտի պաշտոնյան գնացել Ադրբեջանի հետ քննարկումը պետական ուշադրություն, պետական ադրբեջանական ներդրումները ԱՄՆ-ն մասնավոր ընկերություններում, որոնք զբաղված են լինելու թրիփով։ Այսինքն, տեսեք ինչ սիրուն է թղթի վրա։ Թղթի վրա 20 քանի տոկոսը Հայաստանինն է, 70 քանի տոկոսը Ադրբեջանին է։ Բայց երբ որ մի քայլ ներքև ես գնում, պարզվում է այդ Ամերիկայի 70 քանի տոկոսի իրական տերերի վերաբերյալ այս պահին Ադրբեջանի հետ քննարկումներ են գնում, ու ես Ամերիկայի Միացյալ Նահանգներին մեղադրելու ոչ մի իրավունք չունեմ։ Ես մեղադրելու իրավունք ունեմ բացառապես Հայաստանի Հանրապետության այսպես կոչված կառավարությանը։ Մեկ էլ վերջին նախադասությամբ, այստեղ անդրադարձ կատարվեց Ռիփսիմե Հունանյանի հայտարարության հետ կապված, ուզում եմ հիշեցնել, որ ակուրատ 3 չի առաջի օրը Տիկին Ռիփսիմե Հունանյանը հայտարարեց, որ եթե քաղբանտարկյալ հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը վատանա, ապա ինքը չի բացառում հավանականությունը գնալու իրեն այցելելու։ Հաջորդ օրը Ռիփսիմե Հունանյանը հրաժարվեց Առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնից եւ հրաժարվեց հաջորդ ազգային ժողովի ընտրություններում ԿՊ ցուցակում ընդգրկվելուց։ Իհարկե գովելի որոշումը, բայց եկեք մի հատ համադրենք փաստերը։ Փաստորեն հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալին այցելելը չբացառելու համար ակնհայտ տրամաբանությամբ Տիկին Հունանյանը զրկվեց իր պաշտոնից եւ հետագայում պատգամավոր դառնալու հնարավորությունից ԿՊ ցուցակով։ Շնորհակալություն։